Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում նկարահանումները ոչ միայն ակտիվ ընթացքի մեջ են, այլ նաև օր-օրի նոր շրջադարձեր ու անակնկալներ են բացահայտում, որոնք լարվածության նոր ալիք են ստեղծում հանդիսատեսի շրջանում։ Այսօր համացանցում հայտնված կադրերն իսկական ցնցում են առաջացրել հեռուստադիտողների մոտ։ Դրանք վկայում են այն մասին, որ մի պահ, որի սպասումը երկար ժամանակ է կուտակվում էր, արդեն եկել է։ Միքայելը և Հենդոն վերջապես հանդիպում են Սոսին, այն մարդուն, ում բոլորն արդեն գրեթե 2 տասնամյակ մահացած էին համարում։ Սոսը վերադարձել է ոչ միայն որպես անցյալի ու հիշողությունների մարմնացում, այլ որպես մի մարդ, ով ներկայում ունի իրական իշխանություն ու մեծ հաշվով կարող է խարխրել Շախունցների ընտանիքի տարիներով կառուցած հիմքերը։ Այդ իշխանությունը միայն էմոցիաների մակարդակում չէ, հանքի խոշոր բաժնետերը հենց Սոսն է։ Դա ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական գերազանցություն է տալիս նրան։ Միքայելն, ով իրեն մշտապես տեսել է որպես հանքի գլխավոր տերն, այս բացահայտումից բառացիորեն կորցնում է իր հոգեկան հավասարակշռությունը։ Հանդիպման առաջին պահից նա հասկանում է, որ այս բախումը միայն անցյալի վերապրումներ չի առաջացնելու, այստեղ խոսքը գնում է իշխանության, ունեցվածքի, հաշվեհարդարի և չլուծված հարցերի մասին։ Սոսի ներկայությունը, նրա լռությունը, հպարտ ու կտրուկ հայացքը մթնոլորտը լարում են մինչև պայթյունի կետը։ Միքայելը հիշում է այն օրը, երբ մտածում էր, թե սպանել է Սոսին։ Այդ հիշողությունը տանջում է նրան ու քանդում նրա ներսում եղած վերջին հանգստության պատկերը։ Նա գալիս է տուն ու սկսում է ինքն իրեն հարցեր տալ՝ արդյոք Աննան տեղյակ է եղել Սոսի ողջ լինելու մասին։ Մի պահ նրան թվում է, որ հնարավոր է Աննան տարիներ շարունակ թաքցրել է ճշմարտությունը, բայց հետո ինքն իրեն հանգստացնում է՝ Աննան այդպես չէր վարվի, եթե իմանար, նա երբեք այդքան հանգիստ ինձ հետ չէր ապրի, եթե այդպիսի գաղտնիք ունենար։ Այդ պահին Աննան, ով զգում է ամուսնու և Հենդոյի տարօրինակ պահվածքը, որոշում է բացահայտ խոսել։ Նա ուղղակի հարցեր է տալիս՝ ինչ է կատարվում, ինչ եք թաքցնում ինձնից, ինչու եք տարօրինակ ու լարված։ Միքայելն, ով ներսում արդեն պառակտված է, չի կարողանում հստակ պատասխանել, նրա միակ արձագանքը գոռգոռալն է։ Նա պահանջում է լռություն, հանգստություն, չհարցնել ավելորդ բաներ։ Բայց նրա ձայնի բարձրությունն ու հուզմունքը հենց հակառակն են ասում։ Նա ինչ-որ բան է թաքցնում, և դա չափազանց կարևոր է։ Անետն, ով արդեն երկար ժամանակ զգում է ընտանիքի ներսում ստեղծված լարվածությունը, վերջապես հաստատում է իր կասկածները։ Նա հասկանում է, որ հանդիպումը կայացել է։ Նրա դեմքին հայտնվում է խառը զգացմունքների արտահայտություն՝ զարմանք, վախ, հարցեր, հիասթափություն։ Նա գիտակցում է, որ այս պահից սկսած ամեն բան կարող է փոխվել՝ սկսած հանքային բիզնեսից մինչև ընտանիքի ներսում հաստատված հարաբերությունները։ Եվ իսկապես, Սոսի վերադարձը միայն անցյալի բախումը չէ, դա ներկայության ցնցում է։ Նրա վերադարձը ոչ միայն հարցականի տակ է դնում Միքայելի տարիներով ստեղծած կյանքը, այլ նաև խորը հարցեր է առաջացնում՝ արդյոք անցյալում եղած մեղքերը մի օր չեն վերադառնալու վրեժով։ Արդյոք հնարավոր է ապրել մոռացության վրա կառուցված իրականության մեջ՝ հավատալով, որ ճշմարտությունն ընդմիշտ թաղված է։ Վերջին զանգն այս դրվագում իրադարձությունների կիզակետին է հասնում։ Սոսը դեռ ոչ մի բառ բացահայտ չի ասել, բայց նրա լռությունը հնչում է ավելի բարձր, քան ցանկացած գոռոց։ Մնացյալ հերոսները կանգնած են ճակատագրական ընտրության ու անակնկալ բացահայտումների շեմին, և հեռուստադիտողը գիտի՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու դիտել մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք կբացահայտենք ձեզ համար հատուկ գաղտնիքների տեսքով։ Նշենք, որ ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիաները, որոնք լի են լինելու հետաքրքիր բացահայտումներով, նոր ինտրիգներով ու նոր գաղտնիքներով։ Գրեք նաև, թե հեռուստասերիալում ում կերպարն եք ամենաշատը հավանում և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ իմանալ։ Նշենք նաև, որ շատ շուտով հետաքրքիր բացահայտումներ են սպասվում, իսկ թե ինչի մասին է, կիմանաք կրկին շուտով։
Նշենք, որ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե վերջապես ով է թաքնված Յաննայի տանը և ինչ լսեց Աննան, որ դեմքն այդպիսի փոփոխության ենթարկվեց, իսկ դուք ինչ եք կարծում, ով է թաքնվել Յաննայի տանը: Մենք նշել ենք, որ հնարավոր է Հենրին, բայց քիչ առաջ Յաննայի կերպարը մարմնավորող սիրված դերասանուհի Լիլիթ Ավդալյանը սոցիալական ցանցի իր էջերում կազմակերպել է հարց ու պատասխան, որի ընթացքում պատասխանելով հետևորդների կողմից տրվող հարցերին նշել է, որ հնարավոր չէ, որ Հենրին է, բայց սպասենք ու տեսնենք, թե ով է թաքնվել Յաննայի տանը և ինչ է կատարվել իրականում: